Քարանձավ հիշեցնող այս տանը երեխա է մեծանում, նույն տան այս սենյակը պիտի ծառայեր որպես հյուրասենյակ, բայց այն հիմա խորդանոց է։ Ուզում ենք սարքեինք։ Հետո մենք որ տեսանք կոյուղատար խողովակները ստեղով անցնում, մենք սա դարձրեցինք խորդանոց։ Որտեղ հնարավոր չի։ Սենց նայեք, խողովակը սենց գնում է, վերևից էլի խողովակը միանում։ Ու սենց գալիս է դեպի զալ։ Շենքի տակով անցնող կոյուղաջրերը լցվում են մարդկանց տներ, խոնավությունից փտում է կահույքը, կանաչում կամ դեղնում պատերը։ Բնակիչների տներում տարածված հոտն էլ չի խնայում ոչ սպասք, ոչ հագուստ։ Նույն թիվի ցիգանները էսեն չեն ապրել, ինչ որ հիմա մենք ենք ապրում, շուշ քաշերի տեղ չունենք։ Հələ այս պատը արդեն այստեղից փուլ է գալի, նայի։ Էսա արդեն փուլ է գալի պատը ընդեղից։ Վարդաշեն 6-րդ փողոցում գտնվող 4-րդ կարգի վթարային այս շենքերի բակում բնակիչներն օրեր առաջ թունավոր օձ են բռնել։ Սև թունավոր սնկերը դարձել են պատերի անբաժան զարդերը։ Շենքի պատշգամբներն ապամոնտաժվել են, իսկ պատշգամբի փոխարեն դեպի անորոշություն տանող դռները ցանկացած պահի կարող են պոկվել անգամ թեթև քամուց։ Խոսած, լրիվ, ինչը ոնց պայմանները։ Այսքան էլ համբերերից, այսքան էլ համբերեր։ Ես միջոցներ կստեղծեմ, ընտրեք ինձ հիմա, ես կանեմ, ասեք անեմ, համար երկրորդով տատիկը ասեց, ես համար երկրորդն եմ գրել, ասեց ապրես մայրիկ ջան, շնորհակալ եղավ ու վերջում իրանց շարասուն մեքենաներով ճանապարհ դնելուց ասեց մայրիկ ջան հետ գնա, չընկնես, հիշում ես քեզ որ ասեց։ Մի չի վախում որ ընկնեմ, հարգեք մեր կյանքում, ամեն հարցել ես կյանքում լուծվող է, չլուծվող բան չկա։ հույս ունեմ որ պետք է լուծես։ Սա սոցիալական, մաքուր սոցիալական ծրագիր պետք է անի կառավարությունը մեզ հետ համատեղ։ Այսինքն մենք ուղղակի պետք է բնակարանային հատկացման ֆոնդ ստեղծենք այս երկու շենքի համար։ Որոշ բնակիչներ լքել են իրենց սեփական տներն ու ստիպված գնացել են վարձով բնակվելու։ Շենքում մնացողներն էլ պարզապես վարձով բնակվելու հնարավորություն չունեն։ Խնդիրը նոր չէ։ Դեռ 2023 թվականին Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի շրջանակներում թեկնածուներն այցելել են ու սեփական աչքերով տեսել պայմանները։ Պարոն Ավենյանը եկե տեսել է, խոսել է բնակիչների հետ, բան ու ասել է անպայման մի հարցին լուծում կտանք։ Մինչև այդ տարին անցավ ոչ մի հարցին լուծում չի տալիս։ Տիգրան Ավենյանը չի մոռացել իր տված խոստման մասին, գործակարգավարական նիստերից մեկում քաղաքապետն այդ մասին ասել է ու շեշտել, առանց կառավարության աջակցության դժվար կլինի։ Եթե մենք տենց շարունակաբար կրկին փամփամփուչան չկարողանանք այդ լուծումը գտնել գործընկերների հետ, ինչ որ ժամանակ մեր խոստումը թեկուզ ժամանակի ընթացքում բաշխելով Երևանի քաղաքապետարանի միջոցներով պետք է լուծենք։ Օրեր առաջ իրենց խնդրի լուծման պահանջով այս մարդիկ քաղաքապետարանում էին, բայց ոչ Ավենյանը, ոչ էլ փոխքաղաքապետ Փամբուխչյանը նրանց չեն ընդունել։ Էրեբունու համայնքապետարանից էլ վստահեցրել են, որ այս 5 շաբթի կառավարության նիստում կքննարկվի իրենց հարցը։ Պարոն Գրիգորյան, եթե անկեղծ ես չեմ ստացել կամ մենք կարող է ստացել ենք դեռ չի մակագրվել կամ դեռ չի հասել, բայց կառավարությունից մենք նման հրավեր դեռ չենք ստացել։ Չենք ստացել, չէ՞։ Ոչ ավագանու, ոչ էլ կառավարության նիստում Վարդաշենի բնակիչների խնդիրները չեն քննարկվել։ Բնակիչներն էլ խոստացել են, եթե պետությունը չզբաղվի, իրենք վրաններով տեղափոխվելու են կառավարության դիմաց բնակվելու։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։